Եթերում հեռանկարն է։ Իրանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են հուշագիր ստորագրել, բայց Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանում, որը կարող է վտանգել հաշտության գործընթացը։ Ինչ է փոխվում Մերձավոր Արևելքում եւ ինչ նպատակներ են հետապնդում հիմնական խաղացողները։ Մերձավոր Արևելյան իրադարձությունները քննարկենք Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մելքոնյան, մեր հրավերը ընդունելու համար։ Հիմա անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը։ Մի կողմից Իրանը եւ Միացյալ Նահանգները կարծես համաձայնության են եկել, բայց Իսրայելը հայտարարում է, որ շարունակելու է լարվածությունը պահել տարածաշրջանում։ Սա որի վրա ինչպես կասվի։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, Միացյալ Նահանգները եւ Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը, բայց դեռ այսօր մենք լիովին տեքստի հետ ծանոթ չենք, ինչ որ մասեր լիք արել են տարբեր կանալներով, բայց դեռ ընդանուր կոնտեքստը մենք կարանք պատկերացնենք, բայց ոչ կոնկրետ բովանդակություն։ Հիմա խնդիր համար 1, որ մենք հասկանում ենք, որ ինքը փուլային է, եւ ինչքան շատ փուլ կա որոշ համաձայնագրում, այդքան աճում է հավանականությունը, որ միջև ավարտի իրենք չեն հասնի։ Մենք ունենք օրինակ Գազայի պատմություն, որ էլի փուլ 1, փուլ 2, փուլ 3, հիմա փուլ 2-ում արդեն պարզ չի թե ինչ պիտի լինի, անցավ արդեն ավելի քան կես տարի։ Սա խնդիր համար 1։ Խնդիր համար 2, ինչպես ճիշտ նշեցիք, Իսրայելն։ Միացյալ Նահանգները եւ Իրանը փաստացի կապել են իրենց համաձայնությունը նաեւ Լիբանան Իսրայել ճակատի հետ, բայց Իսրայելում ոչ մեկ պատրաստ չի նահանջել։ Առավել եւս իսրայելական բանակը փաստացի անցել է Լիտանի գետը, որը հավելյալ բուֆերային ճակերտներով զոնա է ստեղծում եւ պատրաստ չի նույնիսկ Լիտանի գետից այս կոմասնի։ Եվ ոչ մեկ նույնիսկ իշխանության մասին խոսքը չի։ Նաեւ ընդդիմությունը Իսրայելում պատրաստ չի քայլ ետ անել եւ Լիբանանից դուրս գալ։ Եվ եթե Իսրայելը Լիբանանից դուրս չգա, պատրաստ բարձր որ այս պայմանագրի երկրորդ փուլին իրենք դժվար թե հասնեն։ Հիմա հենց առաջին փուլի համար հետևյալն էր ասվում, որ 30 օրվա ընթացքում պետք է դադարեցվեն այդ գործողությունները եւ նաեւ Լիբանանի ողջ ծովային շրջափակումը վերացվի։ Բայց եթե նման հայտարարություն արվում է արդյոք առանց Իսրայելի գիտության է այդ թուղթը, այսպես ասած, համաձայնություն։ Այո, եւ սա հիմնական դիվանագիտական պարտություն է Իսրայելի համար, ինչպես Իսրայելում հասարակությունն են կալում, որովհետեւ առաջինը, եթե Իսրայելը բանակցային գործընթացի մաս չէր, եւ դրա մասին Իսրայելում ավելի քան 1 ամիս խոսում են, որ սա խնդիր է։ Երկրորդը, Իսրայելը նույնիսկ տեղեկացված չէր ընդանուր բովանդակությունից, իրենք փորձում են իրենց այլ դաշնակիցների միջոցով ինչ որ մասեր իմանալ, հիմնականում Էմիրությունների շնորհիվ։ Եվ երրորդը, եթե հասնում են ինչ որ պայմանավորվածության, սա Իսրայելի համար ամենամեծ ձախողումն է դիվանագիտական 16 թվի համեմատ, երբ որ էլի ԱՄՆ-ն եւ Իսրայելը, ԱՄՆ-ն եւ Իրանը կնկեցին այս միջուկային համաձայնագիրը։ Հիմա խնդիրն է, որ Իսրայելը նմանապես ճնշում չունի Միացյալ Նահանգների հանդեպ ինչպես ինքը ուներ, բայց խնդիրը հետեւյալն է. արդյոք Միացյալ Նահանգները ունեն բավականի միջոցներ ճնշեն Իսրայելին, որպեսզի ինքը կատարի ինչ որ կետեր։ Օրինակ Իրանը կարող է դա անել Հեզբոլայի հետ իր դաշնակցը, իսկ կարող է դա անել Միացյալ Նահանգների Իսրայելի հետ, ոչ մեկ չգիտի։ Չունի լծակներ, թե պարզապես չի ցանկանա այդպիսի լծակներ կիրառել, որովհետև Իսրայելի գործողությունները կարող են նաև հարմար պահի օգտագործվել։ Չի բացառում, որ այո, Իսրայելի գործոնը Միացյալ Նահանգները միշտ օգտագործել են եւ Իրանում հետեւաբար բավականի վստահություն չկա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի խնդիրների շուրջ այս դիսկուրսի, բայց ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգները ունեն բավականի միջոցներ, որ ստիպեն հենց ու հենց հիմա Իսրայելին դուրս գալ Լիբանանից 30 օրվա ընթացքում։ Դա նշանակում է, որ ակնհայտորեն գնալու են արտահերթ ընտրությունների եւ գործող իշխանությունը համենայն հավանականությամբ կպարտվի, որովհետեւ դա իրենց համար կլինի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմական պարտություն։ Հիմա եթե շարունակում է Իսրայելը այդ գործողությունները, ի վերջո իր ցանկությունը որն է։ Որն է այն առավելագույնը, որին հասնելու դեպքում նոր միայն կարող է Իսրայելը դադարեցնել ռազմական գործողությունները։ Լիբանանի նկատմամբ Իրանին կանդրադառնանք, Լիբանանի մասին խոսենք։ Իսրայելը վերջի տասնյակ տարիներ վարում է
բուֆերային անեքսիայի քաղաքականություն այսպես կոչվող։ Այսինքն իրանք ստեղծում են մեկ բուֆեր, որպեսզի պաշտպանեն իրենց տարածքը, հետո ստեղծում են այլ բուֆեր, որպեսզի պաշտպանեն բուֆերը, որը կա, այսպես մասամբ ավելի շատ գրավում են այլ երկրի տարածք, ինչպես օրինակ Սիրիայի տարածքն են գրավել, կունեյտրայում մասը։ Հիմա, երբ որ դեկտեմբեր 2024 թվականին հեղաշրջում տեղ ունեցավ Սիրիայում, իրենք նույնիսկ մի հատ էլ առաջին տաս տեղ ունեցավ եւ արգումենտ հետեւալն էր, որ կարիքա պաշտպանել են բուֆերը, որ իրանք ունեն։ Նույնը Լիբանան։ Հիմա իրենք ասում են, որպեսզի Իսրայելի հյուսիսում ժողովուրդը կարողանա գոյատևի եւ ապրի, հետեւաբար իրանք ունենան ինչ որ բուֆերային գոտի Լիբանանի հարավում։ Եվ որպեսզի պաշտպանեն այդ բուֆերային գոտին Լիբանանի հարավում, իրանք պիտի մի հատ էլ բուֆերային գոտի ստեղծեն Լիտանի գետի այնքում։ Բայց դա փաստացի բերում նրան, որ Իսրայելի դե ֆակտո տարածքը մերձավորելքում ընդլայնվում է։ Ի վերջո այդ ամենը նաև բացատրվում է պաշտպանությամբ, հա, արդյոք այդքան մեծ են ռիսկերը այդ տարածաշրջանում նկատի ունենալով Իսրայելի դիրքը եւ շրջապատող երկրները։ Բարձր որ Հեզբոլան համար մեկ սպառնալիք չի, Համասը համար մեկ սպառնալիք չի, Սիրիան համար մեկ սպառնալիք չի, այս բոլոր փաստաթղթերի Իրանը եւ երկրորդ հերթում Թուրքիան են հիմնական անվտանգության սպառնալիքները Իսրայելի համար։ Բայց այն տրավման, որը միջ այսօր կա Իսրայելի հասարակության մոտ հոկտեմբեր 23 թվականի հարձակումի հետ կապված, թույլ չի տալիս իրենց նահանջել Համասի հարցով կամ Հեզբոլայի հարցով, բայց հիմնական սպառնալիքները մնում են էլի առաջին հերթին Իրանը, երկրորդ հերթին Թուրքիան։ Հոկտեմբեր 23-ի մասին խոսեցիք։ Հոկտեմբեր 23-ի հարձակումը որքանով էր անակնկալ։ Այնպիսի խոսակցություններ կան, որ դա այնքան էլ անակնկալ չէր, եւ կարծես թե սպասում էին դրան, որպեսզի նոր ճակատ բացեն։ Խոսքը Գազայի վրա հետագայում որքանով եք դրա հետ համաձայն։ Ինչպես կա երկու հատ կարծիք։ Կարծիք համար մեկ, որ այո, սա Իսրայելի հետախուզության համակարգի ամենամեծ ձախողումները այս տասնյակ տարիների ընթացքում։ Երկրորդը, եւ մենք տեսանք դրա հետևանքները, որոշ պաշտոնյաները ազատվեցին, փաստացի։ Երկրորդ մոտեցումը նա է, որ կար փոքր կորիզ, որը շահագրգռված կլիներ, որպեսզի ինչ որ էսկալացիա տեղի ունենա, որ ապագայում Իսրայելը կարողանա արգումենտ ինչ որ տա, ինչու ինքը պետք է գրավի այդ տարածքը։ Բայց խնդիրը նա է, որ ինչքան մենք հասկանում ենք, այս հարձակումը Համասի կողմից չէր կոորդինացվում Իրանից, որովհետև մենք չտեսանք, որ Իրանը ամենառաջ օրից մտավ պատերազմի մեջ, որտեղ Հեզբոլան ցածր ինտենսիվություններ պահում, հետո խութիները միացան, բայց Իրանը զուսպ էր մնում, մինչև ապրիլ 24 թիվ, մինչև Իսրայելը հարվածեց փաստացի Իրանին։ Հիմա անդրադառնալով Իսրայելի 8 հոտնուկի քաղաքականությանը, որի մասին դեռ մի քանի տարի առաջ խոսվեց, այդ 8 հոտնուկի քաղաքականությունը որքանով է այժմ իրականացվում եւ ինչ արդյունավետություն ունի։ Իսրայելի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը ընդհանրապես չփոխվել վերջի տասնյակ տարիների ընթացքում։ Ինչ որ նյուանսներ կարող են լինել, բայց խնդիրը նա է, որ առաջին հերթին միշտ կա ինչ որ թշնամու կերպար, մինչև էս հիշում ենք հիմնական թշնամին մեծ արաբական աշխարհներ եւ արաբական նացիոնալիզմը, որը կարող էր միանալ Իսրայելի դեմ, հետո եւ այստեղ Իրանն էր եւ Թուրքիան հիմնական դաշնակիցներ Իսրայելի, հետո հիմնական թշնամու կերպարը դա Իրանն էր եւ Իրանի դաշնակիցները, սա միշտ ինչ որ արգումենտ է գտվում Իսրայելը, ինչու ինքը պիտի վարի այս կամ այն կերպի քաղաքականություն, բայց բովանդակությունը չի փոխվում։ Փոխվում են ընդամենը կերպարները։ Եվ երկրորդ խնդիրը Իսրայելում չկա ընդդիմություն այս օրակարգին։ Այսինքն այս բոլոր հարցերի շուրջ անվտանգության հետ կապված կա կոնսենսուս։ Եվ ընդհակառակ հոկտեմբեր 23 թվականից ավելի ծայրամասային, ասես, ակտիվությունը, այսինքն նույնիսկ Իրանից այն կողմ պիտի կարողանա Իսրայելը ապահովել իր անվտանգությունը։ Այդ մոտեցումը հիմա դառնում է դոմինանտ, այսինքն այն կենտրոնը ցենտրիստները, որոնք կան, հիմա շեղվել են դեպի աճական ճամբար եւ անդիմությունները եմ ասում, այս օրակարգին չկա։ Նույնիսկ եթե ընտրությունների արդյունքում գան օր իշխանություն, ոչ մի բան չփոխվելու ընդհանրապես։ Հիմա մենք խոսեցինք այն մասին, ինչպիսի քաղաքականություն է վարում Իսրայելը Իրանի պրոքսիների նկատմամբ։ Իրանի նկատմամբ առավելագույն ցանկությունը ո՞րն է։ Մենք շատ լավ հիշում ենք հայտարարությունները Իսրայելի ամենաբարձր պաշտոնյաների կողմից։ Այս ճակերտներով փոխել ռեժիմը, ոչնչացնել միջուկային ենթակառուցվածքը, ոչնչացնել բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքը եւ ոչնչացնել պրոքսիների ցանցը։ 4 հատ հիմնական ռազմավարական նպատակ, որոնք ոչ միայն ռազմական են, այլ նաեւ քաղաքական են։
մենք տեսնում ենք, որ ոչ մի այս նպատակներից Իսրայելը եւ Միացյալ Նահանգները չկարողացան հասնել։ Ինչը նշանակում ոչնչացնել միջուկային ենթակառուցվածքը։ Այսինքն Իրանը չպիտի ունենա այն հարստացված ավելի քան 400 կիլո ուրանը, դա պիտի լինի ինչ-որ այլ երկրի տիրապետության ներքո կամ պիտի ձուլվի մինչև, չգիտեմ, 3%։ Երկրորդը, հիմնական միջուկային ենթակառուցվածքները, որը Իրանը կարող է օգտագործել հարստացնելու համար, որ ապագայում կարողանա զենք ունենա Նատանզը, Ֆորդոն, Սվահանը, այնտեղ ատոմային ռեակտորները, պիտի կամ ոչնչացվեն, կամ պիտի կոնսերվացնեն։ Եվ երրորդը, միջազգային դիտորդները պիտի ունենան լիովին access, доступ բոլոր իրանական միջուկային ենթակառուցվածքներին։ Սա համար 1։ Համար 2. Բալիստիկ հրթիռների ծրագիրի ոչնչացումը նշանակում է, որ բացի ռազմական բուն ֆիզիկապես ոչնչացմանը, պիտի ոչնչացվի համակարգը, այսինքն ներմուծումը տարբեր կոմպոնենտների, այդ կոմպոնենտների հետ աշխատանքը, որևէ համակարգ բալիստիկ հրթիռների հետ կապված չպիտի լինի, եւ փոխել ռեժիմը, որը կբերի 4-րդ նպատակին, այս պրոքսիների ցանցը, ինչպես նշեցի, կամ իրանական դաշնակիցների պարակտումը, դա շատ դժվար խնդիր էր, որը իրանք փորձում են լուծեն եւ նույնիսկ բաց հայտարարեցին, որ զինում էին տարբեր քրդական խմբավորումներին Իրան սահմանում, որպեսզի իրան կարողանան ապստամբեն եւ ինչ որ process-ներ տեղի ունենան, այն հունվար ցույցերը ինչ որ մի ձև շարունակեն։ Պարոն Մելքոնյան, արդյոք Միացյալ Նահանգների համար ձեռնտու էր օրինակ Իրանում ունենալ նոր Սիրիա։ Ի վերջո Սիրիան մեծ խնդիր դարձավ եւ դրա տակից պետք էր դուրս գալ։ Իրանն արդյոք այդպիսի ճանապարհով պետք էր տանել։ Իսրայելի համար դա լավագույն սցենարներից մեկը կլիներ։ Միացյալ Նահանգների համար գուցե էլի լավագույն սցենարներից մեկը կլիներ։ Ինչու՞։ Որովհետեւ Միացյալ Նահանգները ունեն իրենց դաշնակիցները տարածաշրջանում եւ իրեն վարում են քաղաքականությունը հիմնվելով դաշնակիցների շահերի վրա։ Այո, կան շահերի բախում, օրինակ Իսրայել-Թուրքիա մասամբ շահերի բախումներ կան, օրինակ Սիրիայի ուղղությամբ, բայց այլ հարցերում այդտեղ շահերի բախում չկա։ Եվ եթե փաստացի խոսք գնում է պարակտված Իրանի մասին, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների դաշնակիցները դառնում են գերիշխող ուժ տարածաշրջանում։ Դա նշանակում է, որ Սիրիայի պես Միացյալ Նահանգները կարող են տիրապետեն Իրանի ռեսուրսներին, հիշում եք հյուսիս-արևելյան հատվածը, որտեղ քրդեր են հիմնական բնակվում, ինչպես էր Իրանը փաստացի օգտագործում պաշարները, որոնք այդտեղ կան։ Հիմա նույն բանն է, թե Իրանը պարակտվեր իրենց սցենարով, նշանակում է, որ Միացյալ Նահանգները կարող է նաև տիրապետեն իրանական ռեսուրսներին, ինչու ոչ։ Շահական Իրանում նմանատիպ փորձ եղել էր։ Ինչու՞ չունենալ օրինակ մի իշխանություն, որի հետ կարելի է, այսպես ասեմ, ճկուն համագործակցության գնալ։ Հիմա այս համաձայնագիրը արդյոք այդ ձևաչափի մեջ չէ։ Շատ դժվար կլինի ունենալ պրո-ամերիկյան իշխանություն այսօրվա Իրանում։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ շահի կերպարը բավականի հաջող չէր, որովհետև հասարակությունը շատ զանազան է եւ տարբեր է Իրանում եւ շատ դժվար կլինի հանել ինչ-որ մեկ համակարգը բերես այլ համակարգը եւ ինքը տիրապետի ընդանուր երկիրը, սկսած, չգիտեմ, Քրդստանից մինչեւ Լորեստան, Զենջան եւ այլն, Մազնդարան դժվար կլինի, որովհետև շատ տարբեր հասարակություն ու կա համակարգը, որը պահում է այդ հասարակությունը։ Հիմա եթե իրանք կարողանան պայմանավորվեն, դժվար եմ դա պատկերացնում, որովհետև անվստահության մակարդակը շատ բարձր է։ Դե պատկերացեք Իրանի տեսանկյունից։ Իրանք ընկել են պայմանագիր։ Հետո Միացյալ Նահանգները որոշեցին այդ պայմանագրից դուրս գալ։ Խոսքը գնում է առաջի պայմանագրից։ Հետո իրանք բանակցային գործընթացի մեջ են եւ Միացյալ Նահանգները հարվածեն։ Հետո գնացին նորից փորձեցին բանակցային գործընթաց մտնել, հետո էլի Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հարվածեն։ Հիմա յուրաքանչյուր դա նույնիսկ ոչ Իրանը, այլ երկիրը դժվար թե լիովին վստահել Միացյալ Նահանգներին որպես գործընկերոջ, ում հետ կարող է առաջինը պայմանավորվել, երկրորդը վստահել, որ այդ պայմանավորությունները կյանքի կոչվեն ֆիզիկապես։ Բայց այո, Իրանում նաև հասկանում են, որ կարիք կա ինչ-որ պայմանավորություն ունենալ, որպեսզի հիմնական խնդիրները կարողանան լուծել։ Իրանց համար հիմնական խնդիրը ռազմական չի այսօր, այլ տնտեսական։ Եթե պատերազմը ավարտվում է, արդեն շատ դժվար կլինի հասարակությանը բացատրել ինչու իրանք պիտի լինեն մոբիլիզացված, ինչու պիտի այսքան տնտեսական խնդիրներ իրենք ունենան, անուն ինչի, եթե արդեն թշնամին այստեղ չի։ Դրա համար պիտի այս հնարավորություններ ֆինանսական իրենք ինչ-որ մի ձև ստանան։ Իրանի նախկին արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այսպիսի հայտարարություններ արել իր հոդվածում, որ քանի դեռ Իրանը ունի առավելություն այս պատերազմում, պետք է գնա գործարքի Միացյալ Նահանգների հետ եւ երկուսն էլ կարծես շահեն։ Հիմա այս պայմաններում, այս իրավիճակում ով ինչ է ստացել այս պատերազմից։
Զարիֆը նաև շատ լավ ֆորմուլա էր մի ժամանակ առաջ մղում, որը իդեպ Իրանը հիմա անում է, փորձել պայմանավորվել տարածաշրջանային երկրների հետ, լոկալիզացնել խնդիրը եւ Իսրայելին sense դուրս հանել, որը տեղի ունենում դե ֆակտո։ Ինչ է վերաբերում թե ով ինչ է ստանում։ Եթե ըստ այդ պայմանագրի դրաֆտը, որը մենք տեսել ենք, որտեղ էլի մենք տեքստը չունենք օրիգինալ, առաջինը Իրանը փաստացի փոխում է ստատուս քվոն Հորմուզի նեղուցում։ Միացյալ Նահանգները ընդունում են, որ այո, Իրանը ստեղ դոմինանտ ուժ է եւ իր հետ պիտի այլ երկրները նաեւ պայմանավորվեն տրանզիտի շուրջ, որտեղ նշած էր, որ Իրանը իրավունք ունի մենեջ անել։ Մանչ նշանակում մենեջ անել, ոչ մեկ չգիտի։ Երկրորդը, առաջի փուլում Իրանը ստանում է առնվազն 12 միլիարդ դոլար սառցված ակտիվներից եւ եթե հաջողվում է մյուս փուլը ստանում են մնացած 12-ը։ Երկրորդը շատ քիչ եմ հավատում, որ այս 300 միլիարդ դոլարանոց ֆոնդը տեղի կունենա, բայց Միացյալ Նահանգները շահագրգռված կլինեն, ներգրաված լինեն այս իրանական պաշարների զարգացման, նավթ, գազ եւ այլն։ Եթե այս տնտեսական բլոկը իրականում կյանքի կոչվի, ապա Իրանը միանշանակ հաղթանակ կարող են գրանցել։ Եթե մենք տեսնենք, որ այլ բլոկներ է կյանքի կոչվում, այսինքն Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը նվազում է, կարող ենք ասենք, որ Իրանը այս դեպքում հաղթել է, որովհետև Իրանի նպատակներից մեկն է նվազեցնել ամերիկյան ճշտամական ներկայությունը իր սահմանների շուրջ։ Եվ այլ բլոկերը օրակարգում չկան։ Խոսքը գնում է բալիստիկ հրթիռների մասին եւ միջուկային ծրագրի մասին։ Առաջի փուլում իրանք չկան։ Դա էլի դիվանագիտական հաղթանակ Իրանի համար, որովհետև ինքը կարողացավ բալիստիկ հրթիռների ծրագիրը ընդհանրապես օրակարգից հանել, պրոքսիների հարցերը օրակարգից հանել եւ միջուկային ծրագիրը փուլային դարձնել, ձգձգել ժամանակ, ինչպես Իսրայելում են ասում։ Դա իհարկե դիվանագիտական հաղթանակ է Իրանի համար։ Եվ Միացյալ Նահանգների համար նաև կարևոր է մատուցել ինչու իրենք հաղթեցին, որտեղ եթե նայենք ուժային բալանսի, թե ինչ փոխվեց, բարձր որտեղ Միացյալ Նահանգները շատ մեծ հաջողություն ունեցան եւ ես վստահ եմ Հոլիվուդը դեր բավականի կինոներ կնկարի այն օպերացիաները, որ իրենք իրականացրել են։ Բայց դա իրանք չկարողացան կոնվերտացնել քաղաքական կամ դիվանագիտական հաղթանակի։ Եվ Իրանի համար երկրորդ խնդիրը բացի տնտեսականից, դա բացատրել իրենց հասարակության, որ դա իրականում հաղթանակ էր Իրանի համար, որովհետև հասարակության մեկ մասը եւ ավելի ճիշտ էլիտայի մեկ մասը ընդհանրապես պատրաստ չի գնալ ինչ-որ պայմանավորվածության Միացյալ Նահանգների։ Հետևաբար էլիտան ունի խնդիր բացատրել առաջին հասարակության համար, որ դա Իրանի համար շատ լավ է, երկրորդը կոնսոլիդացնել էլիտան այս օրակարգի շուրջ։ Եթե մենք նայենք այս ամենը միայն Իրան, Միացյալ Նահանգներ, հա Իսրայելի մասին մոռացանք, Իսրայելը ինչ ստացավ այս ընթացքում։ Իսրայելը ոչ մի բան չստացավ։ Ինչ կորցրեց Իսրայելը։ Իսրայելը վատացրեց հարաբերությունները իր դաշնակցի հետ, որովհետև եթե Իսրայելը պաշտոնապես դիմում է, խնդրում եմ տրամադրեք ինձ տեքստես հուշագրի եւ Միացյալ Նահանգները մերժում են, դա շատ լուրջ ինդիկատոր է, որ հարաբերությունները փոխվել են առնվազն այս կոնտեքստում։ Եվ երկրորդը Իսրայելը չկարողացավ նորմալիզացնել հարաբերությունները արաբական երկրների հետ, որտեղ ինքը ուզում էր ունենալ ինչ-որ կոնտրբալանս դաշինք Իրանի նկատմամբ։ Եվ վերջին հարցը, եթե հնարավոր է, Հայկիրճ։ Եթե մենք դիտարկում ենք երկկողմ հարաբերություններում, ահա այսպիսին է, բայց նաև հետևյալը կար, որ սա աշխարհաքաղաքական համատեքստ ունի եւ Միացյալ Նահանգների գործողությունները ավելի շատ ուղղված են Չինաստանի առաջխաղացումը նվազեցնելուն, որքանով դա հաջողվեց։ Տնտեսական տեսանկյունից այո, եթե մենք խոսում ենք նավթ ու գազի գները որ աճել են, բայց հիմա եթե ուշագիրը իրենք կնքում են, ապա նավթի գները իջնում են, Իրանը դառնում է իրականում middle power, որ ասում են, եւ կարող է ակումբ մտնի առաջի լիգան, եւ տեսնում ենք, որ Իրանը բոլոր քայլերը կոմունիկացնում է Չինաստանի հետ եւ Ռուսաստանի հետ դիվանագիտական։ Եվ եթե տնտեսապես Չինաստանը այստեղ հաղթում է, նաեւ աշխարհական տեսանկյունից, եթե այս ստատուս կվոն մնում է, որտեղ Իրանը դառնում է դոմինանտ ուժերից մեկը տարածաշրջանում, ապա դա Չինաստանին այո մեծ համար հաջողություն է։ Շնորհակալություն, պարոն Մելքոնյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն էր։